Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Բարև ձեզ, պարոն Մամիջանյան, շնորհակալ եմ այսօր կազմելու համար։ Խոսենք վերջին նորությունից, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրամիությանը, որպեսզի աջակցեն նրանց ընտրություններում, որպեսզի արտաքին միջամտությունները կանխվի Հայաստանում եւ քննարկվելու է այդ հարցը։ Այդ մասին նշել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը, որ արտաքին գործերի նախարարներն այսօրվա հանդիպմանը քննարկելու են Հայաստանի հարցը։ Դուք ինչ խնդիր եք տեսնում, այս մասին վաղուց էր խոսում, որ Փաշինյանը փորձելու է արգելել որոշ կուսակցությունների, որպեսզի մասնակցեն ընտրություններին, բայց հիմա փաստացի Եվրամիությունը շատ հետաքրքրված եւ շահագրգիռ է այս առումով եւ փաստորեն ուզում է օգնել։ Ինչ սպասենք։ Եկեք պատմությունը մի քիչ ավելի առաջվանից սկսենք։ Դրա մասին գրել էր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ ԱԳՆ-ն ձևակերպում է իբր Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵՄ նախարարների արտաքին գործերի նախարարների նիստին, այդպիսի բան չկա այսօր առավոտյան, այսօր էր չէ, եթե չեմ սխալվում, ինքը ընդհանրապես մասնակցել է ոչ պաշտոնական նախաճաշի։ Այս հերթական բանն է, այն աննախադեպների շարքից է, իրանք ասում են, գնում ենք ԵՄ նախարարների հետ, բայց ընդհանրապես նախաճաշին է հրավիրված, որ ինչ որ արտարված բան չկա, այսպես ձևակերպեմ։ Առաջներում նման իրադարձությունները կամ առհասարակ չէին այտենց շատ հրապարակային դարձում, կամ էլ համենայն դեպս դա ընդհանրապես օրակարգի մի փոքր հատվածն էր, բայց իրանք տաղանդ ունեն ամեն ինչը իբր աննախադեպ ներկայացնել։ Առաջին կետը ինքը չի մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների ժողովին, չէր կարող, ինքը մասնակցել ընդհանրապես ոչ պաշտոնական նախաճաշին, էս մեկ։ Երկրորդը, այո, դա ակնհայտ էր, ես վերջերս շատ անգամներ եմ դրա մասին ասել, նաև եթե չեմ սխալվում ձեր տաղավարում, Փաշինյանի միակ առաջարկած պրոդուկտը աշխարհում դա հակառուսականությունն է։ Ինքը դա է փորձում վաճառել Բրյուսելում կամ այլևայլերում։ Եվ սա դրա պահանջված է, հատկապես երբ այս փուլում դա հարցի մյուս կողմն է, թե դա ինչքանով է պահանջված կամ ինչքանով է պահանջված մնալու հաշվի առնելով համաշխարհային զարգացումները, բայց այս փուլում հագուց։ Անդրադառնալով ձեր ասացին, ակնհայտ է, որ Քարոզ Արշավին ընդառաջ ընտրությունների Փաշինյանը փորձում է ստեղծել պատրանք, որ բոլորը, ով իրեն դեմ են, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ կապ ունեն, որը ազդեցության գործակալ են եւ այլն, որը երկու կետով աբսուրդ է։ Կետ համար 1. Ինքը այլևս ոչ ընդդիմադիր падգամավոր է, ոչ էլ ծախու խմբագիր, ծախու թերթի ծախու խմբագիր, երևի տենց կլինի հայերեն ճիշտ ձևակերպում։ Ինքը արդեն հեսա կլինի 8 տարի է իշխանությունը։ Ինքը չի կարող է մարդկանց ասել դու գործակալ ես, գործակալը բռնի, ապացուցի, շարունակի։ Ավելին ասեմ, այս պահին անազատության մեջ գտնվող շատերի վերաբերյալ մասնավորապես բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ են փորձում այդ հիմարությունները տարածել եւ իր առաջնորդած քաղաքական ուժի, բայց նույնիսկ այս շինծու քրեական գործը, որով 6 ամսից ավել է անազատության մեջ ապօրինաբար Սամվել Կարապետյանը, նույնիսկ այդտեղ չկա, իհարկե չկա գործակալ նման օրինակ ինչ որ ձևակերպումներ, ուրիշ ծիծաղալու ձևակերպումներ են, բայց նույնիսկ այս պահին ընթացող այդ կարված շինծու գործի մեջ այդ կետը չկա, այնպես որ սա առհասարակ զավեշտ է, բայց այսպես է կառուցվելու, այո, Փաշինյանի ամբողջ արտաքին քաղաքականությունը ընտրությունների հետ կապված, ինքը ամենուր փորձելու է ներկայացնել, որ տեսեք, ես պայքարում եմ այլ երկրների գործակալների մասին։ Նախ արձանագրենք, ինձ թվում է, թե մենք հենց հիմա դուրս դրսում հարցնենք Փաշինյանը, որ երկրի գործակալն է, հիմնականում Թուրքիա եւ Ադրբեջան անուններն են տալու ու կարծում եմ մեր ազգաբնակչության զգալի հատվածը դրանում վստահ է։ Ես ուզում եմ հիշեցնել մի սահմռկեցուցիչ տվյալ, ըստ սոցիոլոգիական հարցումների շուրջ ամեն երրորդ Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Ես այս տվյալը շատ անգամներ եմ բերել ու էլի եմ բերելու, որովհետև սա սահմռկեցուցիչ տվյալ է։ Այսինքն ոչ թե ասում են այսինչ բանը լավ չի անում, ոչ թե ասում են, չգիտեմ, դժգոհենք արտաքին քաղաքականությունից կամ եսին ինչից, չէ, ասում են դավաճան է։ Ամեն երրորդ մոտավորապես մարդը համարվում է ինքը դավաճան է։
ու ինքը լուրջ դեմքով փորձում է պայքարի այլ երկրների ներգործվածությունից, եթե դրանից ուզում է պայքարի, թող ինքը իր ամբողջ թիմով հեռանա։ Ակնհայտ է, որ ինքը փորձելու է դա վաճառել եւ մինչեւ ընտրություններ եւ ընտրություններից հետո իր կեղծիքները եւ նախընտրական եւ ընտրական եւ հետընտրական ժամանակահատվածներում փորձելու է կոծկել այդ սոուսը։ Բայց փաստացի հիմա աջակցություն ունի այդ հարցում։ Եվրամիությունը հետաքրքրված է եւ կալակացնել էր, խոսել այդ մասին։ Դուք գիտեք իմ մոտեցումը, դուք իմ քայլանման հարցերում, ես չեմ ընկալում այլ երկրների պաշտոնյաներից բողոքելու դրամաբանությունը։ Իհարկե խայտարակությունն է, որ որևէ աշխարհակահաղական կենտրոն համաձայնվում է այս կամ այն կերպ, այդ թվում նաև ֆինանսապես սպասարկել Փաշինյանի ներքաղաքական հակապետական օրակարգը։ Դե ասացին 15 միլիոն եվրո կտան։ Այո, ավել է լինելու այս թեմայով, Իրան ուժեղացնելու թեմայով, ոչ երկրին Իրան ուժեղացնելու թեմայով ավել է լինելու, դա չի խնդիրը։ Խնդիրը այն է, որ կարակալ ասա ինձ հաշվետու չի։ Ձեզ էլ հաշվետու չէ, հայաստանյան քաղաքացիներին հաշվետու չէ, այնպես որ մենք մեր պահանջը Փաշինյանից պիտի ունենանք։ Ես ձեզ ուրիշ զուգահեռ եմ ուզում տանել։ Հիշում եք այն 225, հետո 250, հետո միլիարդեր եւ այլն։ Այդ ոնց որ բավական դանդաղ է գալի այդ փողը, ամեն դեպս մի քանի տարի անցել է, բայց ամեն դեպս ոչ մի պաշտոնական տեղ հայտարարված չի այդ փողը ինչ տեսքով է եկել Հայաստան, բայց այ ներքաղաքական օրակարգը սպասարկելու փողը հաստատ ավելի արագ կգա։ Հիմա դուք ինչ խնդիր եք տեսնում, ինչ է սպասվում ընտրություններին։ Փաստացի Փաշինյանը որոշ կուսակցությունների չի թույլ տա, որպեսզի մասնակցեն, ինչի մասին արդեն անոնսել է մի քանի անգամ նաև ազգային ժողովի ամբիոնից։ Անկեղծորեն ասեմ, ես նախ երբեք չեմ փորձի կանխատեսել, թե ինչ նոր դավաճանական, հակապետական, հակաիրավական, որոշ դեպքերում տոտալիտար գործողություններ իրականացնելով Փաշինյանը։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ում օրոք Հայաստանում այս պահին շուրջ 50 քաղաքաբանտարկյալ կա։ Ընդ որում քաղաքաբանտարկյալներից հիմնականում հնչեցվում են տեսանելի, հա, մեծ հասարակական ճանաչում ունեցող մարդկանց անունները, Սեփազան հայրերը, Բարերար Սամվել Կարապետյանը, Դավիթ Համբարձումյան, Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան, Արթարների գործով անցնող Սեփազան պայքարի գործով անցնող մեր մյուս ընկերներ, բայց այնտեղ կան մարդիկ, որոնց անուն ազգանունները ցավոք սրտի հանրությունը չգիտի, բայց այդ մարդիկ մեր հետ հավասար անցել են պայքարի բոլոր փուլերով ու հիմա մեր փոխարեն, որովհետև այստեղ այդ տեղում կարող էին լինել մեզանից յուրաքանչյուրը, գտնվում են անազատության մեջ։ Այնպես որ կանխատեսել, թե մարդ ու մորոք շուրջ 50 քաղաքաբանտարկյալ կա, ինչ կան ընտրություններին ընդառաջ, ամեն ինչ էլ կարող է անի։ Կուսակցություններ չգրանցել, արկա կուսակցությունների փակելու համար դիմել Հիմա այսինքն աջակցությունը ուժեղացնում է Փաշինյանին։ Իր դիրքերը ամրապնդում են։ Սա այն նույն կարտ բլանշի, այսինքն ամենաթողության տրամաբանության մեջ է, որը իրեն տալիս են միջազգային կազմակերպությունները եւ որի հետևանքները կրում ենք մեր վրա մենք բոլորս։ Ինչու է շահագրգռված, որ Փաշինյանը մնա, իշխանությունը պահպանի։ Ինչ օգուտ է տալիս նրանց Փաշինյանը, ինչ ծրագրեր կան, որ մտածում են իշխանափոխություն լինի, մեկ ուրիշը գա, դա չի կարողանալու իրագործել։ Դուք կուզենայիք ծառա ունենալ։ Վստահ եմ, որ այո։ Իսկ եթե ծառան երկրի փաստացի ղեկավար լիներ, ավելի լավ չէր լինի։ Դե դուք ինքներդ էլ ձեր հարցերին պատասխանեցիք։ Հարմար գործիք է ինքը դարձել այս կամ այն աշխարհակահաղական կենտրոնի ձեռքերում, ինչի պիտի այդ աշխարհակահաղական կենտրոնները հրաժարվեն այդ գործիքից։ Ասում են ընդլայնված համագործակցություն են իրականացնում, վիզաների ազատականացմանը փուլը արդեն գործնական ընթացք է ստանում։ Հեսա կետարկե դրան։ Ուրեմն Իրան ամենասիրած վրա ինչ է սպասվում։ Ամենասիրած բառը ռազմավարականն էր, չէ՞։ Նույնը խաբեություն համար 1 անցած շաբաթվա ընթացքում իրանք իբր ստորագրել են ռազմավարական մի փաստաթուղթ ԵՄ-ի հետ։ Նորից ամենաշրջանը դրա մասին ազատ շաբաթ խոսել է։ Ուրեմն փաստաթուղթը ոչ թե strategic partnership, այսինքն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, այլ գործընկերության ռազմավարական օրակարգ, այսինքն ոչ թե գործընկերությունն է ռազմավարական, այլ թուղթն է ռազմավարական։ Այդ առաջին կետ, ռազմավարական գործընկերություն, strategic partnership Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ չկա։ Չի եղել ու տեսանելի ապագայում չեմ էլ հավատում, որ լինի։ Այս առաջին խաբեությունը։ Երկրորդ, նմանօրինակ թուղթ 18 թվականի, եթե չեմ սխալվում, փետրվարի կողմերը
Հայաստանի հետ ստորագրվել է հանրապետական իշխանության օրոք։ Ես չեմ ասում, որ դա վատ թուղթ է կամ անկարևոր թուղթ է։ Համենայնդեպս ինքը այն թուղթը չի, որը ներկայացնում է Փաշինյանը։ Երկրորդ Եվրամիջանի հետ նոր էջ ենք բացում։ Նոր էջ է թե ոչ։ Արդեն այդ նոր էջերով հասկանում եք, քանի որ Փաշինյանը ապրում եւ արարում է PR-ի համար, ապրում եւ արարում է իշխանություն պահպանելու համար, եթե դուք ուշադրություն դարձնեք վերջին 1.5 տարվա ընթացքում ինքը տեղի անտեղի, պատեհ անպատեհ օգտագործեց ռազմավարական բառը եւ վստահ եմ, որ իր քարոզարշավը կառուցվելու է այդ թվում նաեւ նրա վրա, որ տեսեք մենք ԱՄՆ-ի հետ կնքեցինք ռազմավարական փաստաթուղթ, հատարհատ ասեմ ու ասեմ թե ինչը։ ԱՄՆ-ի հետ անցյալ տարի կնքված փաստաթղթի տրամաբանությունը հետեւյալն էր. մինչ օրս բոլոր Հայդինի հեռանալուց որ կնքեցին, դա։ Այո, հայաստանյան բոլոր կառավարությունների հատ-առհատ ունեցած համագործակցությունների ամբողջացումն էր մեկ փաստաթղթի մեջ։ Մասնավորապես ընտեղի պաշտպանական հատվածը, տերորիզմի դեմ պայքարի հատվածը ժամանակին բանակցվել է, երբ նախագահ Սարգսյանը ՊՆ նախարար էր։ Պատկերացրեք ինչքան հին բանի մասին եմ ես խոսում։ Ընդ որում, եթե հետ գնաք նայեք, կտեսնեք, որ ՊՆ նախարար այն ժամանակ Սերժ Սարգսյանը ինքն էլ զեկուցել է դա ազգային ժողովում։ Հա, որ պատկերացնեք։ Ու այդպիսի դրվագները շատ էին այնտեղ, ամբողջացվել է մեկ փաստաթղթի մեջ։ ԵՄԻ-ը ավելի վատ վիճակը։ ԵՄ-ի հետ Հայաստանը հարաբերվում է ՍԵՊԱ-ի, այսինքն մեր կնքած փաստաթղթի համատեքստում։ Այս թուղթը որ իրանք կնքել են, ստորագրել են, մեջը 19 անգամ հղում է արվում ՍԵՊԱ-ին։ Այսինքն որ դուք հասկանաք թե ինչ կարևորություն ունի։ Ավելին ասեմ, ՍԵՊԱ-ն վավերացվել է ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից։ Առանձին պատմություն որ մեջը Ղարաբաղի մասին կար 3 հիմնարար սկզբունքը եւ այլն եւ այլն։ Բայց ինքը իր արժեքով ու ազդեցիկությամբ այնքան կարևոր թուղթ է, որ վավերացվել է բոլոր երկրների խորհրդարանների կողմից։ Այս փաստաթուղթը կամ միջկառավարական է կամ միջգերատեսչական է, ճիշտ ասած, չեմ էլ հիշում։ Այս հաջորդ գիտ։ Դուք նաև նշեցիք վիզաների ազատականացման մասին, դա այն կետերից մեկն է, որը ամենաշատ թվով երևի քաղաքացիների նա հետաքրքրում։ Ուրեմն վիզաների ազատականացման մասին ՍԵՊԱ-ում նույնպես կար։ Եվ ՍԵՊԱ-ի շրջանակներում դրա վերաբերյալ քննարկումներից մինչ օրս մենակ 1 տարի առաջ ա եղել, որ նույնիսկ բառերի մակարդակում փոփոխություն ա եղել։ Մինչև մի տարի առաջ ժամանակ, սկսած մեր ժամանակվանից։ Եվրոպական միության պաշտոնյաները օգտագործում էին նույնիսկ նույն բառամթերքը դա մեկնաբանելիս։ Քանի որ այնտեղ տիպարային տրամաբանություն է տրված ոչ որպեսզի ոչ դիվանագիտական տեսանկյունից ոչ մի ավել կամ պակաս բան չասվի, նույնիսկ բառամթերքը նույնն էր, բառերն էր տեղերով փոխվում, բայց էությունը նույնն էր։ Հիմա ինչքան որ ես գիտեմ, խնդիրը նաև Հայաստանի այսօրվա կառավարիչների դանդաղկոտության եւ վատ կառավարման արդյունքում է, բայց մենակ Փաշինյանը կարա օրինակ մեկ երկրի դեսպանատան վերաբերյալ ինչ որ բարելավում է, եթե չեմ սխալվում Գերմանիայի, ներկայացնի որ տեսեք ինչ բան է։ Ասում են հերթեր չի լինելու Գերմանիայի դեսպանատանը։ Բայց դա չի կապ ունի վիզաների ազատականացման հետ։ Զերո կապ ունի, չի կարող մեկ երկրի առանձին դեսպանատ ոչ մի կապ չունեն իրար հետ։ Թե ինչպես է Հայաստանը վիզաների մակարդակում առնչվում ԵՄ-ի հետ, ընդհանրական է բոլոր անդամ երկրների համար, չի կարող միայն Գերմանիան որոշել եւ վիզաների հարցը Հայաստանի հետ հեշտացնի, որտեղ գոյություն ունի Շենգեն համաձայնագիր եւ այլն եւ այլն։ Ես ուղղակի բերում եմ օրինակներ, թե ինչպես է ինքը մեզ բոլորիս փորձում խաբել։ Դա հոյակապ է, որովհետեւ բոլորս ենք առնչվում այդ հերթերի հետ։ Շատ լավ է, որ այդ հերթերի համակարգը բարելավվի։ Առաջ արագացված կարգով այդ հարցերը լուծեն վիզաների ազատականացման հարցում եւ իօգուտ Փաշինյանի արդյունք ցույց տան։ Գուցե, բայց համենայն դեպս դա լինելու է արդական նախընտրական խոստումը կամ գործիքը։ Գուցե դրա մասին հայտարարվի մայիսին եվրոպական։ Բայց ինչու այդքան ձգձգվում է այդ հարցը։ Ինչ խնդիր կա։ Այնտեղ բազմաշերտ պատմություն է երկար ժամանակ եկող, ես չեմ ուզենա երկար դրա մասին խոսել, որովհետև դա մի քանի եթերի ժամանակա կային ԵՄ անդամ երկրներ, ընդ որում գուցե բավական զարմանալի լինի մեր հեռուստատիտողների համար, թե որ երկիրն է դա լինել, որոնք ունեին որոշ վերապահումներ, որոշ վտանգներ էին տեսնում Հայաստանի հետ վիզաների ազատականացման հետ կապված։ Ես ուզում եմ հիշեցնել նաև, որ սա Հայաստանին
Շենգենյան վիզաների տրամադրման ընթացակարգը միշտ չի այսպես եղել։ Մեր իշխանության ժամանակ այն զգալիորեն դյուրինացվել է, թե փաստաթղթերի փաթեթի վերջին 2 տարում ավելի բարդացել է վիզաներ ստանալը, այլ կասեմ հեսա, բայց մեր իշխանության օրոք թե փաստաթղթերի փաթեթներ թեթևացել, թե վճարներ իջել, թե որոշ դիմորդների պարագայում, հա, բիզնես վիզաներ, կրթական վիզաներ, հասարակական կազմակերպությունների պարագայում վիզաների վճարը վերացել էր 30-40 եվրոյա չեմ հիշում ինչքան այդ վճարներ, այսինքն փուլերը ազատականացման մինչ օրս շոշափելի փուլ եղել է մեր իշխանության օրոք։ Ձեր նշած պատճառ, խնդրի պատճառը ավելի շատ կազմակերպչական է, դա քաղաքական պատճառ չէ, հերթերի քանակությունը քաղաքականության հետ պարագայում ոչ մի ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ։ Դա ընդհանրապես ընթացակարգային հերթի սպասարկման տրամաբանություն է, այդ քաղաքական որոշում չի։ Ամեն դեպքում Փաշինյանը ասում են ուզում է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները, գնաց Ռուսաստան, մասնակցեց միջկառավարական նիստին, ԵԱՏՄ-ի։ Ոչ, դա այդպես չի, բացատրեմ ինչի։ Ուրեմն Փաշինյանի այդ սատելիտներից մեկը, մի քանիսը բերում են ազգային ժողով այդ կենացը, որտեղ դա օրինագիծ չի, ԵՄ անդամության հետ կապված։ ԿՊ-ն ծափողջուններով է դա անցկացնում։ Մեր քաղաքացիներին ուզում եմ ասեմ, որ նույն հաջողությամբ իրենք կարող են բերին ազգային ժողով, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է դառնալ մեծ ութնյակի կամ մեծ յոթնյակի, ոնց ուզում եք անվանեք անդամ երկիր։ Լրիվ նույն տրամաբանությամբ, որովհետև մեծ ութնյակը կամ յոթնյակը իր ընթացակարգերը ունի, հա թե ոնց են մարդիկ դառնում դրա անդամ։ Չգիտեմ, մի հատ էլ մեծ 20-նյակ կա։ Մեծ 20-նյակը իր ընթացակարգերը ունի։ ԵՄ-ն իր ընթացակարգերը ունի եւ դրանցից ոչ մեկի մեջ օրենք ընդունելը չի մտնում։ Այդ նույնը ոնց որ հիմա մենք բան անեմ, ես Facebook-ում ստատուս գրեմ, որ ես որոշել եմ դառնալ British Petroleum-ի կամ Gazprom-ի տնօրենների խորհրդի անդամ, երկուսն էլ ասացի, որ հանկարծ աշխարհակաղակական ինչ-որ բան չսարքեն։ Լավ արեցիր, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Հա կարող է ինչ-որ մեկն էլ British Petroleum-ում կամ Gazprom-ում այդ ստատուս գրի, որ ինչ լավ է, որ մի հատ տղա կա Հայաստանում, ինքը ուզում է դառնալ մեր տնօրենների խորհրդի անդամ, բայց դրանից ոչ մի հետևանք չի լինելու։ Նույնը եղել է, իդենտիկ նույնն է, եղել է ԵՄ օրենքի պարագայում։ Իրանք օրենք ընդունեցին, որ Հայաստանը պետք է դառնա ԵՄ անդամ երկիր, ԵՄ-ից դրան նույնիսկ համեմատելի արձագանք շոշափելիության տեսանկյունից, կշիռի քաղաքական կշիռի տեսանկյունից չեղավ, եղան անհատ մարդիկ, անհատ քաղաքական գործիչներ, որոնք իրենց կարծիքը հայտնեցին, ասին լավ է որ այդպես օրենք եք ընդունել։ Դրան հաջորդող ժամանակահատվածում, երբ ընդունվեց Եվրոպական միության խորհրդարանի ԱՖԵՏ-ի արտաքին կապերի հանձնաժողովի զեկույցը, իրենք տարեկան 2 զեկույց են հրապարակում, հեսա էլ շուտով հրապարակվի։ Այնտեղ ոչ Հայաստանի մասում կար ընդլայնման վերաբերյալ 1 տառ, ոչ էլ ընդլայնման հատվածում կար Հայաստանի մասին որևէ բան։ Այսինքն դա է վերաբերմունքը այդ իրանց ընդունած օրենքին։ Ամենախնդալուն այնա որ դրանից մի քանի ամիս երևի հետո ինքը գնաց եւ դիմում տվեց ՇՕՍ-ի անդամության Շանխայի։ Ի սկզբանե իմանալով որ դա հնարավոր չի։ Այսինքն հնարավոր չի, դա նույնն է որ երկու իրար մերժ բառը չեմ ուզում օգտագործեմ, բայց ամենապես իրար հետ հակասություն ունեցող կառույցի հայտ ներկայացնես։ Հիշեցնեմ ԵՄ-ի հայտ ինքը չի էլ ներկայացրել։ Բնականաբար ՇՕՍ-ի պարագայում եղավ այն ինչ որ եղավ գիտենք բոլորս։ Միևնույն ժամանակ ինքը ասում է մենք նպատակ ունենք ԵՄ անդամակցելու։ Բայց ԵԱՏՄ-ից դուրս չեն գալու։ Ոնց պետք է դուրս գաս ԵԱՏՄ-ից, իհարկե, որովհետև այն պարգևաճարները, որոնք դու բաժանում ես, այն փողը, որ դու ուտում ես այս կամ այն տարբեր ձևերով, ժամանակին նախագահ Սարգսյանի կայացրած ԵԱՏՄ անդամակցության այն ժամանակ դեռ մաքսային միություն։ Անդամակցության արդյունքում է, այսինքն հիմա այդ տնտեսական աճը, որը ինքը մի հատվածը իրական է, մյուս հատվածը ինքը նկարում է, այդ որոշման արդյունքն է, նախագահ Սարգսյանի որոշման արդյունքն է։ Այն որ ինքը ընդդիմադիր եղած ժամանակ ինչ ապուշություն ասես ասում էր այդ անդամակցության մասին։ Դժվար չի լինի գտնել հայտարարություն, որ ինքը ասում է, որ մի գիշերվա ընթացքում այդ որոշումը կայացել։ Հիմա երբ ինքը ասում է, կասկածում եմ, որ ինքը ասում է, որովհետև ինքը այլևս ԿՊ պատգամավորներն են ասում։ ԿՊ պատգամավորների ասածը
մեղմ ասած հիմնվելու բան չի, բայց ինքը ոնց որ թե դա չի ասում, միջոց պետք է ուշադրություն դարձնեմ, տեսնեմ թե այդպես է թե չէ, որտեղ մենք երկար ժամանակ բացատրում ենք, որ կարևոր չէ, ԿՊ-ի։ Մենք երկար ժամանակ ասում ենք, որ ոչ, դա հիշեվա մեջ իհարկե չի կայացվել, դա նախապատրաստական է եղել, մեր ԵՄ գործընկերները տեղեկացված են եղել, որ հենց որ հակասություն լինի, մենք այս որոշումն ենք կայացրելու։ ԵՄ գործընկերներն են իրենց դիրքորոշումը փոխել, սկզբից ասել են հակասություն չկա, հետո ասել են հակասություն կա։ Այս ամենի մասին շատ խոսել ենք։ Բայց Հայաստանի Հանրապետության առկա տնտեսական վիճակը իր լավ եւ վատ կողմերով ԵԱՏՄ անդամակցության արդյունքն է, նախագահ Սարգսյանի որոշման արդյունքն է։ Հիմա ինքը միտեղ կանգնում ասում է ԵՄ-ը անդամակցելու։ ԵԱՏՄ-ից դուրս չեմ գալու։ Դրանից մի քանի օր հետո Ռուսաստանի փոխվարչապետը, եթե չեմ սխալվում, հայտարարում է, որ չէ, ինչ որ պահի պետքա որոշում կայացնենք։ Ու ակնհայտ է, չէ, բոլորիս համար, որ ԵԱՏՄ-ն որպես ամբողջություն դժվար ասի, դե լավ, սիրելի Հայաստան, եկեք մենք ձեր բյուջեի մուտքերը շարունակենք ապահովել ԵԱՏՄ անդամությունով ահռելի քանակությամբ մուտքեր է գալիս։ Մինչև դուք նորմալ այդ ամեն ինչը անեք, պատրաստվեք ու դուրս գաք ԵԱՏՄ-ից գնաք ԵՄ, նույնիսկ եթե ԵՄ-ում է սպասող լինի։ Ակնհայտ է, չէ, որ դրան ԵԱՏՄ-ն չի համաձայնվի ու դա տրամաբանական չի, որ համաձայնվի, այդ նույնն է ոնց որ չգիտեմ, ընտանեկան զույգի մոտ ամուսնալուծության որոշում լինի, բայց մեկը մյուսին մի քանի տարի պահի, մինչև որ նա նոր ամուսին գտնի։ Դա տրամաբանական չի եւ դա այդպես չի լինել։ Հիմա եթե այդպիսի աջակցություն ունի Փաշինյանը Եվրամիությունից, ինչ եք կարծում, ինչ պետք է անի ընդդիմությունը։ Ամենաբարդ հարցն եմ իհարկե տալիս, որովհետեւ արդյոք լուծումներ, մեխանիզմներ կան այս ամեն ինչին հակադարձելու։ Լուծումներն ու մեխանիզմները մենք հնչեցրել ենք վաղուց, մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ֆիքսվել ոչ թե սխալ բառը, ոչ միայն ընտրական գործընթացի վրա, որ որոշել է ֆիքսվի ընտրական գործընթացի վրա, մենք իրենց հաջողություն ենք մաղթում իրական ընդդիմության մասին է հիմնականորեն խոսքը, այլ օր առաջ Փաշինյանին հեռացնելու տրամաբանության մեջ, որը ենթադրում է առաջին հերթին իմպիչմենտի գործիքի կիրառմամբ փողոցային պայքար։ Բայց ոչ նա է արվում, ոչ էլ նա։ Այսինքն կապից չեմ միանում։ Իմպիչմենտի հետ կապված աշխատանքները, որոնք այս ընթացքում տարվում էին, շարունակում են տարվել, բնականաբար թե տեխնացուի Դավիթ Համբարձումյանին ազատությունից զրկելը, կալանավորելը եւ թե մնացած բոլոր գործիքները, որոնք կիրառվում են մեր նկատմամբ, խանգարում են, բայց մենք վստահ կարող ենք հասնել ընտրություններ։ Հաջորդ կետը, որ ես ուզում եի ասել, հենց դա էր կանում, որ իմպիչմենտը ինքնին ոչ միայն այդ իրավական գործընթացն է ենթադրում, այլ նաեւ քաղաքական գործընթաց։ Ես չեմ համարում, որ այս ընտրությունները, ովքեր որ արդեն հայտարարել են դրանց մասնակցության մասին, պետք է լինեն սովորական ընտրություններ, ոչ դրանք պետք է լինեն տաք եռացող քաղաքական process-ի գագաթնակետ լավ որոշ մարդկանց համար, այսինքն փողոցը լիքը լինի մարդկանցով, գետնի վրա էներգետիկա, փողոցային պայքարի էներգետիկան պիտի լինի, այլ ոչ թե պետք է լինի հերթական ընտրություն, որտեղ մարդիկ գնան սիրուն ուրախ քարոզարշավ։ Դա ինչ է փոխելու։ Դա հնարավորություն է տալու զսպել Փաշինյանին կիրառելու վարչական ռեսուրս, զսպելու է Փաշինյանին զանգվածային խախտումներ իրականացնել, զսպելու է Փաշինյանին օրինակ կիրառել են իր ընդունած խայտարակ օրենքը, որով ժամը 8-ին ընտրությունների ավարտից հետո կարելի է չեղարկել ընտրությունները։ Ամենայն դեպս ես չեմ ասում, որ դա 100% արտակարգ դրության կամ ռազմական իրավիճակի։ Ես չեմ ասում պատերազմական իրավիճակի։ Ես չեմ ասում, որ դա 100%-անոց երաշխիք է, բայց ես ասում եմ, որ համենայն դեպս ինքը պիտի վախենա ինչ-որ բանից նմանօրինակ բաներ իրականացնելու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է փողոցային պայքար, դրա համար անհրաժեշտ է ընդդիմության եւ հասարակական դաշտի եւ հասարակական դաշտի եւ մեր քաղաքացիների, մեր պայքարի քույրերի եւ եղբայրների կոնսոլիդացիան, որովհետեւ դա միակ ուժն է, որը կարող է զսպել Փաշինյանին այս կամ այն գործողությունին չանելու համար արտաքին ուժերից, այսինքն միջազգային կազմակերպություններից, որոնք միշտ ժողովրդավարության մասին են խոսում, մարդու իրավունքների ընտրությունների թափանցիկության, մենք կարծում եմ ակնկալիքներ այս պայդրությամբ պիտի չունենք։ Դա չի նշանակում, որ պետք չի իրենց հետ հարաբերվել, պետք չի իրենց ներկայացնել, այդ ամենը պետք է անել, բայց 21 թվականից հետո իրենց տված եզրակացությունների համատեքստում ես մեծ ակնկալիք։ Հիմա դուք նախաձեռնելու եք այդ փողոցային պայքարը։ Մինչև ընտրություններ։ Մենք նախաձեռնել ենք process եւ այդ process-ի բաղադրիչներից մեկը այո, փողոցային պայքար։ Թե ինչ ձևով այն իրականացվի, դա ուշացած չի լինի։ Ակցիայի եւ
Գիտեք, ես այս հարցը շատ եմ ստանում, ընդորում ես հարցը ստանում մի 4 տարի է։ Եթե ինձ եք հարցնում ապրիլի 26-ին Փաշինյանին, 18 թվականի ապրիլի 26-ին Փաշինյանին, 25-ին Փաշինյանին հեռացնելը արդեն կարող են ուշացած լինել, այնպես որ հարցը ինձ չի էլի ցանկացած վաղը ավելի վատ է, քան այսօր, մյուս օրը ավելի վատ է, ինչքան շուտ են գալու։ Ասում եք ամեն երրորդ մարդ Փաշինյանին համարում է դավաճան, բայց Գելապի հարցումները ցույց են տալիս, որ նա վարկանիշը թեև իջել է, բայց ամեն դեպքում առաջատար է 16.5% ձեն կստանա, եթե ընտրություններ լինեն։ Հիմա նախ այդտեղ իսկ տարբեր է ես էլեկտորալ վարկանիշը եւ սովորական վարկանիշը երկրորդը ես քանի որ Հայաստանի այժմ են քաղաքական կյանքը իմ սովորական քաղաքական անցուդարձ չի, այսինքն Ես ճիշտ ասած այդքան էլ չեմ հետաքրքրում վարկանիշները, Ալիարա Փաշինյան, իրականացի ինչ գործիքով մենք իրեն կարող ենք հեռացնել։ Այն որ Փաշինյանը դեռևս ունի մարդիկ, որոնք բաժանվում են երկու խմբի մարդիկ, ովքեր ուղղակիորեն իրանից կախում ունեն ֆինանսական կամ ինչ-որ եւ այլն աշխատում դա առանց խումբա, եւ երկրորդ խումբը մարդիկ, որոնք դեռևս խապված են, որոնց դեռևս մենք ճշմարտությունը չենք կարողացել բացատրել, այդ երկրորդ խումբը այո ինձ է դարձնում առաջին խումբին։ Իսկ ընդդիմությունը ինչ շանսեր ունի։ Ես բախտագուշակ չեմ։ Ես ընտրություններից 6 ամիս առաջ, երբ որ դերակատարներ դեռևս բոլորը պարզ չեն, որ դեռևս ոչ ոք պարզ չի, ես նման կանխագուշակումներ չեմ անում։ Մեկ, երկրորդ, ինձ ընտրությունների օրակարգը ճիշտ ասած այս բան այդքան էլ չի դարձնում, ինձ առաջ դարձնում Փաշինյանի առանցնելու։ Բայց կարծում եք, եթե այնուամենայնիվ որոշեք ընտրությունների մասնակցել, պետք է մի քանի ճակատով հանդես գալ։ Ես կարծում եմ, որ ձեր հարցի մեջ եթեները եւ կարծում եմ ները շապից շատ էին, որպեսզի ես այդ հարցին պատասխանեմ։ Այսինքն հիմա շուտ է այդ հարցերը քննարկելու համար։ Փաշինյանը արդեն մի քանի ամիս առաջ իր թիմով սկսել է քարոզարշավը։ Հանրապետականի համար այս պահիդրությամբ նույնիսկ քննարկում ընտրությունների մասին չկա։ Մենք բաց եւ անկեղծ ենք մեր քաղաքացիների հետ, մեր քույրերի եւ եղբայրների հետ։ Մենք ունենք մեր օրակարգը եւ համարում ենք, որ մինչեւ ընտրություններ դեռևս շանսեր կան։ Եկեղեցու շուրջ շարունակվում է Փաշինյանի պայքարը եւ ըստ էության դա անցնում է առաջ, չենք տեսնում առանձնապես հակազդեցություն այդ ամեն ինչին մեծ թվով մարդկանց, այն մակարդակի է հասել, որ նույնիսկ փաստաբաններն են դիմում, որպեսզի քաղաքական ուժերը դուրս գան փողոց եւ աջակցություն հայտնեն Մայրաթորին։ Փաստաբաններից Վարազդատ Հարությունյանը նաև Միքայել Սրբազանի դատավարության ժամանակ էր ասում, պետք է դուրս գալ մեծ աջակցություն ցուցաբերել, որովհետև եւ հանգիստ է այս ամեն ինչը ընթանում, դա առիթ է դառնում այլ կալանավորումների ձեռբակալությունների։ Հիմա հնարավոր է այս գործընթացը խանգարել Փաշինյանի վեհապարի հեռացման։ Առաջին կետը դուք խոսեցիք մասսայականության մասին, ես չէ Փաշինյանի այդ շրջիկ կրկեսի ակցիաները անցնում են մեծ մարդկային զանգվածների հավաքներով։ Ասում են ակցիա չի, որ շատ մարդ հավաքվի, ընդհանրապես պատարակ է։ Ես էլ ասում եմ կոչ չեմ արել, որ հավաքվեն, ես ընդհանրապես ասել ես գնում եմ։ Դե այդպես են իրենք մեկնաբանում։ Իր մեկնաբանություններում պայենք ինքը ամեն ինչ անում է յուրաքանչյուր այդ շրջիկ կրկեսի ակցիան ուղեկցվում ահռելի քանակությամբ լոգիստիկ կազմակերպչական աշխատանքներով։ Եվ մարդականակի, եւ լրատվական տեղեկատվական եւ այլն հեքիաթներ չպատմեն այդ մեկ։ Ու նույնիսկ դրանից հետո էլ ես ինչ մասսայականություն չի վայելում։ Այդ առաջին կետը, երկրորդ կետը նախագահ Սարգսյանը դրա մասին մի քանի անգամ ասել էր, եւս մեկ անգամ մի քանի օր առաջ դատարանի իր հանդեպ հարուցված հերթական շինծ ու գործերից մեկի դատական նիստի ժամանակ նիստից հետո ասեց, որ սպասում եք վեհապարի կոչին։ Կոչ բառը երևի մի քիչ բան է հնչում նախագահ այդպես չէ ձևակերպել։ Այստեղ խնդիրը այն չի, որ մենք սպասում ենք, որ ինչ-որ մեկը կոչ անի, բայց քանի որ սա շատ նուրբ հարց է, ինքնագործունեություն կամ ինքնագլուխ գործողություններ անելը կարող է վնասել ընդհանուր գործին։ Հետևաբար մենք խոնարհությամբ սպասում ենք վեհապար հայրապետի, չգիտեմ, հորդոր հայացքին, այսպես ձևակերպեմ, այսինքն խնդիրը ոչ թե այնա, որ մենք սպասում ենք, որ վեհապար հայրապետը դա ասի, մենք ընդհանրապես սպասում ենք, թե որոշումը ոնց է կայացվելու, թե ինչ ձևով է տարվելու այդ պայքարը, եւ հենց որ այդ որոշումը կայացվի, հենց որ այդ տրամաբանությունը ընտրված լինի, հանրապետականին ոչ թե երկու անգամ, հանրապետականին կես անգամ այդտեղ հրավիրել պետք չի գալու, մենք կանգնած ենք լինելու մեր առանձնային եկեղեցու կողքին։ Պետք է անպայման հայացք ուղի վեհապարը, թե բացատրեցի թե ինչի, որպեսզի չվնասենք ընդհանուր գործին, հաշվի առնելով
որ մեր ամենանվիրական կառույցներից մեկի մասին ենք խոսում, եկեղեցու մասին ենք խոսում, ինքնագլուխ այս կամ այն գործողությունը կարող է վնասել, դեռ օրինակ ներական չեմ ուզում ոչ մեկին թիրախավորեմ հանկարծ, որովհետև վստահ եմ, որ այդ մարդկանց մղումները արդար են եղել, հետևաբար ինչպես որոշի եկեղեցին, ինչպես որոշի հայրապետը, այնպես էլ մենք կպաշտպանենք։ Հիմա դուք ինչ վտանգ եք տեսնում, իսկապես եկեղեցին կարողացել է Փաշինյանը պարակտել, թե ոչ այդ այս եպիսկոպոսներով, առանձնապես չենք տեսնում, որ նրանց մարդկանց է, մարդիկ են միանում, բայց ասում են որոշ հոգևորականներ այնուամենայնիվ կմիանան։ Ինչ ուր կհասնի Փաշինյանը։ Ամեն օր մտնում են նոր շատ կացության մեջ դրեցիք, որովհետև ինձ շատ բարդ է ընտրել բառեր, որպեսզի չանցնեմ բարևարկության կանոնները։ Եկեք 10-ի թեման ես առհասարակ հենց շատ քննարկեմ եկեղեցին պարակտված չի, եկեղեցին ունի իր օրինական ղեկավարը վեհապար հայրապետը, դա քննարկումից դուրս է եւ իմ կարծիքն է, որ եկեղեցին այս ամբողջ պատմությունից ավելի ամուր, ավելի զորեղ է դուրս գալու, ինչպես եւ դուրս է եկել ցանկացած դարերի ընթացքում եղած ցանկացած փորձությունից։ Կարծում եք Փաշինյանը կպարտվի։ Փաշինյանը շատ փոքր է հայրաքելական սուրբ եկեղեցու հետ պայքարելու համար, ինքը դա փորձում է անել, բայց ինքը դրա համար շատ փոքր է։ Իր դերը, իր ազդեցությունը, իր ինքսովորական դավաճանը, որը պատմության մեջ մնալու է որպես դավաճան։ Մենք խոսում ենք 1700-ամյա կառույցի մասին։ Բայց նա որոշ բաներ հաջողվել է արդեն։ Դե այդ ինչ է։ 4 սրբազան կալանավորված է։ Արքեպիսկոպոսները միացել են իրեն, ասում են, թե մեր մյուս բոլոր քաղաքապետարքյալ վայրերին, որտեղ Լիդիան արդեն խափանման միջոցով փոփոխվել է, բայց դրանից նա չի դադարում լինել խաղապետարքյալ։ Ես սրբազանների տոկունությունն եմ, ոչ թե սրբազաններին եմ տոկունություն բախտում, խնդրում եմ շատ ճիշտ լսել ասածս, սրբազանների տոկունությունից եմ մաղթում մեզ բոլորիս։ Դուք վտանգ առանձնապես չեք տեսնում։ Ոչ, որովհետև հայրաքելական սուրբ եկեղեցին շատ ավելի զորեղական 100 հատ, 1000 հատ Փաշինյան։ Ասում եմ, ես հենց եկեղեցին ուզում եմ մաքրել, մաքրման գործընթացը ոչ թե եկեղեցու դեմ այս ամեն ինչը եւ նույն Միրզախանյանն էր ասում, որ շնորհակալ ենք Փաշինյանից, որ վերջապես եկեղեցին մաքրում է։ Թող Իրան մաքրի Հայաստանից կամ Հայաստանը մաքրի իրենից։ Երբ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտան Էջմիածին, Մայրաթոր եւ Միքայել Սրբազանին էին ուզում տանել քննչական կոմիտե, մեծ թվով մարդիկ հավաքվեցին նրա շուրջը, թույլ չէին տալիս եւ շատ ընդդիմադիր գործիչներ այդ ժամանակ ասում էին, մենք պետք է հերթափոխ իրականացնենք, եկեղեցում թույլ չենք տալու գործընթացներ, բայց դրան հաջորդեցին այլ սրբազանների կալանավորումներ եւ այլն, այսինքն անցնցում այս ամեն ինչը ընթանում։ Հիմա դուք բացառում եք, որ կգնան Մայրաթոր, ինչի մասին արդեն անոնսել են, որ կարող է եւ գնան, Ալեն Սիմոնյանն էր առաջարկել գնան եւ հետո էլ վեհապարին օրինակ կալանավորեն։ Չեմ բացառում։ Ես չասեցի բան բացառում եմ։ Ես ասում եմ վտանգ չկա։ Ես չեմ ասել վտանգ չկա։ Ես ասել եմ որ եկեղեցին վերջում հաղթելու է։ Ես ընդհանրապես դա եմ ասել։ Վտանգ կա ոչ միայն եկեղեցու համար, հայոց պատմության համար, մեր պետականության համար, մեր ինքնության համար, եւ վտանգը կոչվում է Նիկոլ Փաշինյան։ Ես չեմ ասել վտանգ չկա։ Ես ասել եմ որ եկեղեցին հաղթելու է վերջում հայրաքելական սուրբ եկեղեցին եւ շարունակում եմ մնալ այդ կարծիքին։ 1 Երկրորդ, եկեք ես չմեկնաբանեմ մնացած ընդդիմադիրների առաջարկները, իրենք իմ Ռոսիամը գիտեն, եթե ինչ առաջարկներ ունեն, եւ երրորդ, նորից ասեմ, չեմ ուզում անուններ տալ, թե որոշ դեպքերում նորից եմ ասում, լավ մղումները, վստահ եմ, որ լավ մղումները բերեցին այս կամ այն վատ հետևանքի։ Այն նման օրինակ դրվագներից խուսափելու համար որոշումը թե պայքարի որ մեթոդն է ընտրվելու, պիտի կայացնի հայրաքելական սուրբ եկեղեցին եւ վեհապար հայրապետը։ Նորից եմ խնդրում շատ ճիշտ ընկալել ասածս։ Սա ոչ մի դեպքում պատասխանատվության տեղափոխում չի, ձեռքեր լվանալ չի, սրանցից ոչ մեկը չի։ Ուղղակի եղել են այս ընթացքում դեպքեր, երբ նորից ասեմ, կարծում եմ արդար մղումների արդյունքում ստացվել է ոչ այդքան օկտավետ քարոզչական արդյունք։ Դրա համար նմանօրինակ բաներից խուսափելու համար ամբողջական ձևը, բնույթը, ստրատեգիան ոնց ուզում եք անվանել, պիտի թելադրի հայրաքելական սուրբ եկեղեցին եւ վեհապար հայրապետը։ Եվ մենք խոնարհաբար, ինչպես եւ պարտավոր ենք, կատարենք մեր
պարտքը, ընդ որում այստեղ քաղաքականությունը անելիք չունի, այստեղ արդեն յուրաքանչյուր մարդու արժանապատվության, ազգային մտածողության եւ հավատքի։ Ինչու միջև հիմա չի անում այդ քայլը, կարծում եք նա այն կարծիքն է, որ անցնցում լռելով կարող է հարցերը հարթվել։ Ես չեմ կարծում, որ ես այնքան կարևոր դերակատարում ունեմ հայ ազգի պատմության կամ հայոց պետականության մեջ, որպեսզի մեկնաբանեմ կամ վերլուծեմ վեհապար հայրապետի որոշումները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի պատիմ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։